Ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձ է արել հոկտեմբերի 29-ին ժամը 23-ից 23:30 ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան եւ հարավային ուղություններում հակառակորդը ներթափանցման փորձեր է ձեռնարկել։ Արցախի պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին արձագանքել են եւ կորուստներով հետ շպրտել հակառակորդի հատուկ ջոկատայիններին։ Արցախյան կողմը կորուստներ չի կրել։ Պաշտոնական Ստեփանակերտը սա գնահատում է որպես դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական ոլորտներում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շարունակություն։ Սա Ադրբեջանի էությունն է, ինքը լինելով ֆաշիստական պետություն, նացիստական, իսկ հայատյացությունը ընդհանրապես որևէ ազգի նկատմամբ ապելություն սերմանել է, դա նացիզմ է, հանցագործ պետություն է, ահաբեկչական։ Դրա համար այսպիսի քայլերի պետք է դիմի։ Նույնիսկ տրամաբանական բացատրություն հնարավոր չէ տալ այդ քայլերին, որովհետև տրամաբանությունը, առողջ տրամաբանությունը հետևյալը կլինի, որ գոնե այս օրերին չի խախտի զինադադարի ռեժիմը։ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ սա Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների սաբոտաժ է։ Նա միջազգային հանրությանը, մասնավորապես Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կարգի հրավիրելու եւ այդ պայմանավորվածություններն իրականացնելու համար։ Միգուցե սա պայմանավորված է անում, որ ադրբեջանական քաղաքական իստեբլիշմենտը գտնվում է ֆիասկոյի առջև կամ իրենց սպասելիքները բանակցային գործընթացից ապրիլյան քարոզիա պատերազմից հետո չեն իրականացել եւ Ալևին ոչինչ չի մնում, քանի ձախողումը կոմպենսացնել նմանատիպ ստոր դիվերսիաներով։ Շարմազանովը նաև կարծիքի հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմը տեսականորեն հնարավոր է, գործնականում ոչ։ Այս կարծիքը կիսում է նաև քաղաքագետ Արա Պապյանը։ Փորձագետի կարծիքով այս կերպ ՀՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցից առաջ Ադրբեջանը պարզապես ուզում է ցույց տալ, որ սա քնած եւ սառեցված հակամարտություն չէ։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ՀՀԿ Մինսկի խումբը նոր ֆրանսիացի համանախագահ կունենա։ Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերի 20-ին ստորագրած հրամանագրով Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել Ստեֆան Վիսկոնտին։ Գործող ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրեոն այս պաշտոնը ստանձնել էր 2014 թվականին։ Ազգային ժողովն այսօր հավանության է արժանացրել նոր կառավարության ծրագիրը։ Կողմ 85 դեմ 7 ձեռնպահվեց, որոշումն ընդունվել է։ Շնորհավորենք մեր կառավարությանը։ Կառավարության ծրագիրը սատարելու մասին նշել են Հանրապետականն ու Դաշնակցությունը, ՀԱԿ-ը հայտարարել է, որ չի վստահում իշխող կուսակցության կողմից առաջադրված որևէ կառավարության եւ դեմ է քվեարկելու, ՕԵԿ-ը որոշել է ձեռնպահ մնալ, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։ Իսկ քվեարկությունից առաջ ամփոփիչ ելույթում Կարեն Կարապետյանն անդրադարձել է ծրագրի շուրջ պատգամավորների քննադատություններին։ Օրինակ մեր ՕԵԿ-ի գործընկերները ասում են, որ դուք գրել եք կոռուպցիայի դեմ պայքար, բոլորը գրել են։ Չգրենք։ Մյուս հայտարարությունը շատ ունեք այսպես կոչված լոլո, բանակցել, աջակցել, բաներ կան, որ իրականում մեզանից պահանջում են վերլուծել, աջակցել, նվազեցմանը խոչընդոտների եւ այլն։ Մենք չենք հորդորել, որպեսզի օֆշորներից փողը վերադարձնեն։ Հարց sense ռետորական, եթե գրեինք, կվերադարձնեին։ Ես իրոք չհասկացա բարգավաճ կուսակցությունը ինչի է որոշել չքվեարկել, ասում են ծրագիրը երևի լավն է, բայց չկա հայտարարություն պատրաստական եք այդ ծրագրին տեր կանգնել, այսինքն այդ պատրաստականությունը ծրագրի մեջ ինչպես պետք է ձևակերպենք, հուշեք ձևակերպենք։ Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել նոր կառավարության ծրագրին աջակցություն հայտնած խորհրդարանականներին։ Ուզում եմ ձեզ հավաստիացնեմ, որ իրոք գնահատում ենք այն բեռը եւ այն շտանգան, որը պետք է բարձրացնենք։ Հավանականություն կա, որ ժողովրդական լեզվով ասած դրժակ կստանանք, կա։ Կստանանք, ժամանակը ցույց կտա։ Եվ եթե միասնական լինենք, եթե փորձենք ամեն մեկս մեր քաղաքացիական դիրքորոշումը ակտիվ պահենք, կարծում եմ հաջողություն կունենանք։ Շնորհակալություն։ Պատանի լրագրողների դպրոցում դանակահարված Լևոն Սահակյանի կյանքին վտանգ է սպառնում 22-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել սրտի եւ թոքի շրջանում։ Նրան վիրահատել են, Սահակյանը միացված է արհեստական շնչառության ապարատին, սրտի կծկողականությունը շատ թույլ է։ Տեղեկությունների համաձայն երիտասարդը դանակահարվել է գումարի պատճառով։ Պատանի լրագրողների դպրոցում աշխատող նրա նշանածին աշխատավարձ չեն վճարել։ Հոկտեմբերի 19-ի երեկոյան էլ Լևոնը գնացել է դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի մոտ պարզաբանումներ ստանալու։ Այդ ընթացքում էլ տեղի է ունեցել դանակահարությունը։ Դպրոցի շենքում առնանման հետքեր են հայտնաբերել, իսկ Վահան Ղազարյանի աշխատասենյակում առնանման հետքերով ծալովի դանակ։ Քրեական գործ է հարուցվել։ Սպանության փորձի կասկածանքով Ղազարյանը ձերբակալվել է։
Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած երկրորդ վարորդը Ավագ Ծատինյանը աչքի վիրահատության կենթարկվի։ Երևան տեղափոխվելուց հետո այսօր հետազոտության է ենթարկվել եւ պարզվել է, որ աչքի վնասվածքներ ունի։ Նրա կինը տեղեկացրեց, որ վթարի պահին ավտոբուսը վարողի կողքին քնած է եղել, դեպքից ոչինչ չի հիշում, սակայն պատահարից հետո նա կարողացել է ինքնուրույն դուրս գալ ավտոբուսից։ Իսկ վթարի հետևանքով տուժած ուղևորներից երկուսի վիճակը շարունակում է կայուն մնալ։ Նրանք Բեսլանի հիվանդանոցում են։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայում Մերսեդես ավտոբուսի եւ Սկանիա բեռնատարի բախման հետևանքով 5 մարդ էր զոհվել, 27-ը վիրավորվել։ Երևան-Սևան ավտոճանապարհին 3 օր առաջ տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացած 18-ամյա Հրիփսիմե Գասպարյանին այսօր հողին են հանձնել։ Նա Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից էր։ Եղբայրը Հրանտ Գասպարյանը գլխուղեղի շրջանում ստացած վնասվածքներով դեռևս հիվանդանոցում է։ Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին իրար էին բախվել Opel եւ Mercedes Magnishի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մահացել է 1, վիրավորվել 9 մարդ։ Բարգավաճ Հանրապետական կուսակցությանը մեր գործընկերները ասեցին ներևություն հաստատ դիտավորյալ չէ։ Հոկտեմբերի 21-ին դոլարը շարունակել է զիջել դիրքերը, արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոինը 518, ռուբլունը 7 դրամ 63 լումա, ֆունտինը 581 դրամ։ Հոկտեմբերի 22-ին Լորիում, Տաղուշում, Սյունիքում եւ Արցախում տեղումներ են սպասվում։ Հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ կլինեն հոկտեմբերի 24-ից 26-ը։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում վաղը տեղումներ չեն սպասվում։